Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Անցյալին բեկորն է վերականգնելի ճանապարհին 6 տարվա գործ Շուշի անհերքելի փաստեր Իրանը ավելի հմտորենա շրջանցում ամերիկյան հոփամակարգերը Սոմի ճակատամարտում հիշում են առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայ զինվորին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարե վտանգված ժառանգության ցանկում ընդգրկի հարավային Լիբանանը պատմական ամրոցները։ Ամերիկայի հարվածները Իրանում թիրախավորան օդանավակայան, երկաթուղային կայարան ու կամուրջն է։ Խելացոր կարևոր աջակցել Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը, միացիք մեր վետերաններին։ Հայ լուսանկարիչ Ուիթնիսվիլի հայերի թվային արխիվա համահիմնադիր Գրիգորի Ջունանդյանը թուրքական Ագոս Պարբերականին տված հարցազրույցումը պատմալարան ընտանիքի արմատները որոնելի նպատակավ Արևմտյան Հայաստան կատարած այցի մասին։ Հյուրանոցելավը հայերի ցեղասպանության հետևանքները շարունակում են փոխանցվել սերնդեսերուն ձևավորելով մարդկանց ինքնությունը հավաքական հիշողությունը։ Ջունանդյանն այրան նախագծերով փաստագրումած սփյուռքահայ ընտանիքների պատմություններն փորձում է վերականգնել ցեղասպանության դարդան խզված ընտանեկան կապերը։ Արաբկիր կատարած այցելության վաղտը ինքը ուսումնասիրել է նախնիներին հայրենիքն բացահայտել պատմություններ են մարդկանց մասին վեր 1915 թվականին փրկալն իրան հարազատներին կյանքը։ Հայաստանը թեքի համաշակութային կենտրոնում Շուշի անհերքելի փաստեր վավերագրական կինոյին հայերեն տարբերակին առաջին ցուցադրությունն է իլել։ Կինոն վերը հիմնված է պատմական աղբյուրների ու արխիվային նյութերին իրան ներկայացնում է Շուշվա պատմությունն հերկումա դրա վերաբերյալ կեղծումները։ Ռեժիսոր Գևորգ Տեր-Ղուկասյանը նսելավը կինոյի ստեղծումը տևալա շուրջ 6 տարի համավարակի ու Արցախաշրջափակման դարդան առաջացած դադարներով նկարահանումներին վաղտը օգտագործվան Հայաստանը, Վրաստանը, Մոսկվին ու այլ արխիվների նյութերը։ Շուշի անհերքելի փաստեր կինոն բաղկացած է 4 մասից ներկայացված է հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով։ The New York Times-ի հաղորդմավը Հորդանանը տարալ է ամերիկա-իրանական հակամարտության նոր առանցքային ուղղությունները մինը։ Վերջին հենգյուրում Իրանը 4 անգամ հարվածալ է Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազոցի Երան։ Վերջին հարձակման դարդանել զոհվել է 2 ամերիկացի զինծառայող, եւս մինը համարվում է անհետ կորած, իսկ տասնյակ զինվորներ վիրավորվել։ Հարվածների վաղտը վնասվել նաև Black Hawk ուղղաթիռներ ու ռազմական ենթակառուցվածքն է։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատումով Իրանը համապահպանման հրթիռային ներուժը համել կատարելագործել է Ամերիկայի հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելի կարողությունները։ Պենտագոնը վերջին ամիսներին Հորդանան օգտագործում է որպես տարածաշրջանում իրան հիմնված հենակետերամինը, ընդեղ տեղափոխելով զորքերի մի մասը Բահրեյնից, Կատարից ու ԱՄՆ-ից։ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սոմի ճակատամարտի հերոսների թվում հիշատակվում է նաև հայազգի բրիտանացի զինվոր Ագանուր Ջոն Ագանուրը վերեզոհվել է առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունալի մարտիրամինի վաղտը։ Ագանուրը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 29-ին Լոնդոնի Ֆելթհեմ շրջանում։ Իրան պապան Պետրուս Բազիլ Ագանուրը հայ այլել Բրիտանիայի քաղաքացի ու անգլո-հայկական ընկերության քարտուղար է։ Ագանուրը մտածել է Լոնդոնում իրան 2 քույրերի հետ ու պատերազմի տարիներին ծառայել է բրիտանական բանակում, զոհվելով Սոմի ճակատամարտում 1916 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ նախատեսում է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայանալիք նիստումը քվեարկության տնել Հարավային Լիբանանը 5 պատմական ամրոցների ընդգրկումը համաշխարհային վտանգված ժառանգության ցանկում։ Այս որոշումը պայմանավորված է տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողություններով ու մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներով։ Կազմակերպության ներկայացուցիչների նսելավը վտանգված կարգավիճակը պատժամիջոց չի, այլ հնարավորություն ներգրավելի միջազգային ֆինանսավորում ու աջակցություն հուշարձանների պահպանության հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է վերմշակութային ժառանգության պաշտպանությունը կարևոր դեր ունի պատերազմներից տուժած համայնքների վերականգնման գործումը։ Իրանական պետական լրատվամիջոցներին հաղորդմամբ Ամերիկայի գիշերային ավիահարվածների դարդան թիրախավորվան Իրան շահրի օդանավակայանը, Բանդար Աբասի երկաթուղային կայարանը ու Հորմուզա նեղուցի մերձակայքում գտնվող 2 կամուրջն է։ Հաղորդմամբ հարվածների դարդան զոհվան 2 մարդ, 4-ը վիրավորվան, իսկ Բանդար Աբասի երկաթուղային կայարանում եւս 2 մարդ ստացալ վնասվածքն է։ Իրանապետական լրատվամիջոցները նշում են վեր հարվածները իրականացվան երկրի հարավային հատվածում գտնվող ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությունով։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալ վրան սկզբունքներին է եշողներին շարունակում է իրանախափանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտմունք մեր հեռուստատեսությունը ինքնագովազդավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանապատմության իրան ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով նյութեր լատա։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցել է իրան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն է պահպանելու տարածել մեր պատմությունն մշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահին, կառավարության, ազգային ժողովին այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քեմագավը մեր հեռուստատեսության հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մենք միասին ենք ուժեղ։
Եթե 18-ից 78 տարեկանուք ու մի պատար ազատ վախտոնիք, ապա կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք աղբերություն։ Ձեր խնդիրն է ինական պաշտոնական արարողությունների վախտը պիցրցնել Արևմտյան Հայաստանադրոշը։ Հիշատակի պահապանները իրանց նշանակալի ներկայությունը պաշտոնական արարողություններին է հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են հայ զինվորներին կամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրանց կյանքը վտանգալն պաշտպանել է ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապվիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։